Եթե նախկինում փոստերում հերթեր էին հեռագրեր ուղարկելու համար, ապա այսօր հեռագրերից օգտվում են հազվադեպ եւ ցավոք միայն տխուր առիթներով ցավակցելու համար։ Այս քաղաքացին նույնպես այդ առիթով է փոստում եւ չցանկացավ տեսախցիկի առաջ խոսել։ Այսօր ավանդական հեռագրերին փոխարինում են նաեւ լյուքս եւ դելյուքս բացիկները, որոնք ուղարկվում են համակարգչով։ Մեյլ կա, ֆաքս կա, բայց հեռագրերից դեռ շատ են օգտվում։ Մինչև 1996 թվականը հանրապետության փոստերում օրական միջինը 20,000 հեռագիր գրվում, իսկ այսօր ամսվա ընթացքում դրանց թիվը հասնում է 2000-ի։ Հեռագրի տեսքը հստակ էր, վիրավորական բառեր խստիվ արգելված էին։ Այս սկզբունքը պահպանված է նաև այսօր։ Սովորական հեռագրերը հանրապետության տարածքում տեղ են հասնում 2 ժամվա ընթացքում, եթե դրանք ուղարկվում են գյուղեր կամ զորամասեր, դրա համար 3 ժամ է անհրաժեշտ։ Շտաբ հեռագրերը պարտավոր են տեղ հասցնել 1 ժամում։ Իսկ արտերկիր ուղարկվող հեռագրերը հասցեատիրոջը հասնում են կախված առաքման տեսակի եւ ժամային տարբերությունից։ Պոստային բաժանմունքը բաց է, փոստատարը տեղում է, կառակի։ Եթե ժամային տարբերություն կա, փակվել են տեղ պոստային բաժանմունքը, մենք այդ ամեն ինչը զգուշացնում ենք հաճախորդին։ Հեռագրի գինը կախված է բառերի քանակից, խորհրդային տարիների համեմատ այսօր հեռագրի գինը բարձրացել է, այն պայմանավորված է նաև թե ով է հեղինակը եւ որ երկիր է այն ուղարկվելու։ Հայաստանում հեռագրի համար 1 բառի արժեքն է 20 դրամ ֆիզիկական անձանց, իրավաբանական անձանց համար 25 դրամ։ ԱՊՀ երկրներ, Ռուսաստան օրինակ, եվրոպական մասը 80 դրամ է բառը, ասիական մասը 100 դրամ է, իսկ Եվրոպան բառը 200 դրամ է, միջազգային ուրիշ արդեն երկրներ, եթե ոչ ԱՊՀ 280 դրամ։ Փոստի աշխատակիցների խոսքերով իրենք հաճախ նաև մեր քաղաքացիներին խորհուրդ են տալիս, թե որ դեպքում արժե կամ չարժե հեռագիր ուղարկել։ Հաճախորդը գալիս է, գրում է օրինակ տեքստը, այսինչ մարդ է հիվանդ է, շտապ արի։ Այդ ժամանակ մենք հարցնում ենք, դուք ուղղակի տեղեկացնում ենք, որովհետև անիմաստ է, չէ, տեղեկացնել հեռախոսով կարող են տեղեկացնել։ Դե ինչ որ խնդիր ունի, դրա համար եք հեռագիր տալիս։ Երբ որ ասում արդեն խնդիր ունի, մենք արդեն ուղղորդում ենք, որ թուղթ պետքա բերեք, այսինքն բժշկից կամ անվան վկայական։ Անկախ տեխնիկայի զարգացումից հայ փոստի աշխատակիցները վստահ են հեռագիր ուղարկելու ավանդույթը կպահպանվի։